ԵԱՏՄ-ում չեն ընդդիմանում Եվրոպական միության հետ հարաբերությունները խորացնելու, ընդհուպ մինչև կառույցին անդամագրվելու Հայաստանի որդեգրած օրակարգին վարչապետ Նիկոլ Փաշինյանն է արձանագրում։ Պարզաբանում ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարների Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու հայտարարությունը իր ընկալմամբ պահանջ չէ։ Այդ հանրաքվե անելու գաղափարը իրականում մեզ է պատկանել, որովհետև մենք ենք ասել, որ մի ինչ-որ փուլում պետքա հանրաքվե լինի եւ հիմա նրանք իրենց պատկերացումներն են ներկայացրել ժամկետների մասին, մենք էլ մեր պատկերացումները ունենք։ Եվ այդ հայտարարությունը ես չեմ ընկալել որպես պահանջ, ես ընդհակառակը ընկալել եմ որպես բարեկամական ժեստ։ Ռուսաստանից եկող նման հայտարարությունները ազդեցություն կունենան Հայաստանի արտաքին միջավայրի կայունացման վրա։ Լուրերի հարցին ի պատասխան վարչապետը նկատեց. Միջազգային հարաբերությունները հենց դրանից են բաղկացած։ Պետությունները ուրիշ պետությունների առաջադրում են իրենց հետաքրքրող հարցերը։ Մի դեպքում դա մի կերպած ձևակերպում, երկրորդ դեպքում այլ կերպած ձևակերպում, երկրներն էլ այդ հարցերի վերաբերյալ ձևակերպում են իրենց պատասխանները եւ հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունն էլ այս դեպքում հենց դրանով էլ արտահայտվում է, որ մենք մի դեպքում Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, մենք մեր օրակարգում ունենք այդ երկրների հետ մեր հարաբերությունները զարգացնելու հարցը։ Փաշինյանի խոսքով պաշտպանության ոլորտում հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականության շնորհիվ այժմ Հայաստանը գործակցում է տասնյակ ուղղություններով։ Վերջին տարիներին մենք ռազմավարական համագործակցություն ենք սահմանել, ստեղծել Միացյալ Նահանգների հետ, Վրաստանի հետ, Չինաստանի հետ, Ֆրանսիայի հետ, Նիդերլանդների հետ եւ էլի Ղազախստանի հետ, դրանով արտահայտվում։ Նախկինում այսպիսի բան չկար։ Նախկինում մենք միայն մի ուղղությամբ ունենք ռազմավարական համագործակցություն։ Հիմա մենք բազմաթիվ ուղղություններով ունենք ռազմավարական համագործակցություն։ Օրինակ պաշտպանության ոլորտում ո՞նց է արտահայտվում հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը։ Արտահայտվում է նրանում, որ մենք նախկինում ռազմատեխնիկական ոլորտի մեր համագործակցության 85-90%-ը մի ուղղությամբ էր։ Հիմա մենք տասնյակ ուղղություններով ռազմատեխնիկական համագործակցություն ունենք։ Հայաստանի կառավարությունը շատ անհանգստացած է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի հետ կապված իրադրությամբ, անդրադառնալով դիտարկմանը, որ ԱՄՆ նախագահը կարծես տնտեսական պատերազմ է հայտարարել Իրանին, նշեց վարչապետը։ Մենք նաեւ այդ թեմայի վերաբերյալ շատ սերտ աշխատում ենք եւ Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ մեր ցանկությունն այն է, որ այս իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի։ Անդրադառնալով հարցին, ինչ փուլում է թրիփի մասով հայկական հատվածի գործընթացը, վարչապետը նշեց, որ թրիփ ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն ավարտին են հասնում։ Ոչ մի խոչընդոտ չկա։ Այսինքն պարզ աշխատանքային գործընթաց է, որ ժամանակ է տանում եւ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները իրար հետ աշխատում են, իսկ խաղաղությանը ոչ մի խոչընդոտ չկա, որովհետև խաղաղությունը հաստատված է։ Հայաստանը շարունակում է ադրբեջանական կողմի հետ աշխատել խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, ընդգծեց վարչապետը։ Խաղաղության, ինչպես նախկինում ասել եմ, ինստիտուցիոնալացման ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկենք եւ տրիպն էլ է խաղաղության ինստիտուցիոնալացման քայլերից, որովհետև երբ որ ճանապարհները բացվեն եւ տեղի ունենա հաղորդակցություն, ապա շրջափակում դա շատ ուժեղ երաշխիք է խաղաղության, որովհետև այդ խաղաղությունից բոլոր երկրները իրենց օգուտները կստանան։ Ղարաբաղյան հարցին անդրադառնալով վարչապետը նշեց, որ Ղարաբաղի հետ կապված իր շատ ծանր դժվար որոշումներով Հայաստանը դուրս է բերել թակարդից եւ Հայաստանի ժողովուրդը կիսում է այդ տեսակետը։ Հակառակ դեպքում ես այստեղ ձեր դիմաց կանգնած չէի լինի։ Ես Ղարաբաղի հետ կապված որոշումներով Հայաստանի Հանրապետությունը դուրս եմ բերել թակարդից։ Չլինելիության թակարդից։ Եվ ես հպարտ եմ նրա համար։ Ընդ որում էլի եմ ասում, մենք Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել։ Ես առաջիկայում ելույթում էլ կանդրադառնամ, մեր կառավարման շրջանում մենք Ղարաբաղին $1 միլիարդ հավելյալ ֆինանսավորում ենք տվել։ Այստեղ թոշակները ցածր ա եղել, այնտեղ բարձր ա եղել եւ այլն եւ այդպես շարունակ։ Այս հələ այն հատվածն է, որը երևում է նաեւ փաստաթղթերով եւ այլնով։
Անդրադառնալով անկլավների հարցին, վարչապետը նշեց, որ Հայաստանը եւ Ադրբեջանը խաղաղությունը հաստատել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքները արտահայտող քարտեզներ կան։ Եվ այդ քարտեզներով է, որ մենք Գիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում եւ ըմբռնումն է նա, որ այդ քարտեզներով պետք է իրականացնենք սահմանազատում։ Հիմա այդ քարտեզների վրա Արցվաշենը Հայաստանի տարածքը, Քյարքին Հայաստանի տարածքը չի, Բարխուդարլուն Հայաստանի տարածքը չի, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածքը չի։ Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք։ Երկրորդը Արցվաշենը Հայաստանի տարածքը։ Եվ այսօր տարածքներ կան, որ փոխադարձաբար այդ քարտեզներում այլ կերպ են արտահայտված, գետնի վրա այլ կերպ է։ Այսինքն բոլորիս հայտնի իրադրությունները Ջերմուկում, Վայոց ձորի մարզում, Տավուշի մարզում եւ այլն եւ այդպես շարունակ։ Վարչապետի դիրքորոշմամբ այդ հարցերը պետք է լուծվեն, սակայն ռազմական ճանապարհով դրանց լուծումն արդեն անցյալում է։ Ինչպես լուծել այդ հարցերը։ Լուծել այնպես, որ մարդկանց համար եւ երկու երկրների համար լինի հարմար, այդ թվում այդ տարածքում ապրող բնակիչների համար։ Եվ մենք կոնկրետ այդ թեման, որ այ եկեք սենց անենք, այս սենց լինելնից, այդ թեման կոնկրետ չի քննարկվել երբեք։ Հրապարակային այդ թեմայի շուրջ ավելի շատ բան է ասվել, քան բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ սահմանազատման գործընթացում մենք պետք է այդ խնդիրները հասցեագրենք։ Այստեղ կա պրինցիպիալ մի խնդիր, հա, եւ ինչ է 1991 թվականի Ալմաթայի հռչակագիրը։ Հայաստանի տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է։ Այս 29743 քառակուսի կիլոմետրի մեջ Արցվաշենը կա, ներառված է, բնականաբար, որպես մեր էքսկլավ։ Մեր տարածքում գտնվող անկլավները ներառված չեն։ Հետևաբար այդ տարածքները այդ հաշվարկի մեջ դուրս են 29743 քառակուսի կիլոմետրից։ Բայց սահմանազատման պրոցեսների արդյունքում Հայաստանի տարածքը պետք է լինի 29743 քառակուսի կիլոմետր։ Ռուսական սահմանափակումների վերաբերյալ վարչապետից հետաքրքրվեցին, թե ինչ քայլեր են արվում դրանց վերացման ուղղությամբ եւ ինչպես կհանգուցալուծվի այդ խնդիրը։ Այս պատմությունը ավարտվելու է դիվերսիֆիկացիայով։ Այսինքն, եթե հիմա նույնիսկ հենց հիմա մի ժամից Ռուսաստանի շուկան 100% բացվի, միևնույնն է, մենք լրացուցիչ ջանքեր են գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա, որպեսզի այս իրավիճակներից մենք մեկ ընդմիշտ մեզ ապահովագրենք։ Այսինքն մեկը մյուսի հետ մենք չենք պայմանավորվում։ Դատաիրավական համակարգի մասին խոսելիս Փաշինյանը ընդգծեց, որ այն շատ դեպքերում եւ շատ հաճախ վերնախավի հետաքրքրությունների արտահայտիչն է։ Նրա խոսքով իշխանությունը բարեփոխումներ է իրականացրել, սակայն համակարգի խնդիրը վերջնականապես լուծելու համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ եւ նոր սահմանադրություն։ Իսկ ով ասե ընդհանրապես, որ Գագիկ Ծառուկյանը այս ողջ ընթացքում պետք է լիներ ազատության մեջ։ Ես խնդրեմ եմ տենում նրանում, որ այս ողջ ընթացքում եղել է ազատության մեջ։ Ինչի է եղել ազատության մեջ։ Այսինքն Գագիկ Ծառուկյանը կամ էլի մարդիկ, ես խնդրեմ եմ տեսնում, որ իրենք 8 տարի եղել են ազատության մեջ։ Ու այդ իրանց ազատության մեջ մնալու պատասխանատվությունը ժողովուրդը դնում է ինձ վրա։ Հենց ստեղ է խնդրեմը։ Լրագրողներից մեկը նկատեց, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ վերջին զարգացումները նրա փաստաբաններն ու ընդդիմադիր գործիչները որակում են որպես գույքի խլում, իսկ ինչ դիրքորոշում ունի վարչապետը։ Երբ որևէ տեղ ասում են գույք խլել, ես միանգամից պատկերացնում եմ Գագիկ Ծառուկյանին եւ իրեն պաշտպանողներին, որովհետեւ այդ են գործն է, որ իրենք երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունում հասցրել են պրոֆեսիոնալ մակարդակի։ Եվ բոլոր այդ դեպքերը պետք է հասցեագրվի։ Ես էլի եմ ասում, այսօր ասում են բանա, քաղաքական հետապնդում։ Ես հակառակն եմ ասում, որ տասնյակ տարիներով եղել է քաղաքական չհետապնդում, որովհետև մաֆիոզ կապերով իրանք նույնիսկ մեր իշխանության տարիներին կարողացել են որտեղ ինչ հարց ուզեցել են լուծել են։ Ինչի, որովհետև այո, մենք չենք խառնվում այդ սկզբունքն ենք որդեգրել պրոցեսներին։
Երբ որ մենք ասել ենք դատական համակարգը անկախ է, պետք է անկախ լինի, բոլորն ասել են, այս ինչ լավ է։ Այս կառավարությունը չի ուզում բան անի, վերահսկի դատական process-ները, մենք գնանք վերահսկենք դատական process-ները, եւ այս ընթացքում ինչ է տեղի ունեցել։ Իսկ հիմա ինչ է տեղի ունենում։ Հիմա ընտրություններում հստակ այդ ժողովրդի պահանջը ձևակերպվել է։ Եվ այո, ժողովուրդը պահանջում է եւ ժողովրդի պահանջը պետք է իրագործվի։ Փաշինյանը նաև հայտարարեց, որ կառավարության ծրագրով մինչև 2031 թվականը նախատեսվում է $2 միլիարդ ենթադրյալ ապօրինի գույքի վերադարձ։ Քրիստինե Թորոսյան, Դավիթ Մաչկալյան, Լուրեր։